Կրեմլից կառավարություն ու լրագրողների հետ ճեպազրույցների դահլիճ։ У нас в Армении очень много друзей. Ինչ է ցույց տալիս Պուտինի խոսքը Հայաստանի ընտրություններին մասնակից ուժերի վերաբերյալ։ Արդյոք նա տեղյակ չէր, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մարդիկ Հայաստանում չեն կարող լինել ոչ падգամավորի, ոչ վարչապետի տեխնացու, հարցնում են Փաշինյանին։ Այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել այդքան բան։ Այսինքն այստեղ Ռուսաստանի Դաշնության, դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը, որևէ նախագահի օրակարգ, բայց Ռուսաստանի մասշտաբները մի հատ տեսեք։ Էլ չեմ ասում, ով պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն ինքը պիտի այդքան մանրամասներ ուսումնասիրեր Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, իհարկե ոչ։ Ռուսաստանի նախագահի հետ մանրամասն քննարկել են նաև երկաթուղու հարցը։ Փաշինյանն ասում է, խնդիրն այն է, որ Հայաստանն իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։ Վարչապետին խնդրում են հստակեցնել այդ լուծումը կարող է լինել պայմանագրի միակողմանի խզումը։ Այդ լծակը Հայաստանի Հանրապետությունը ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Ասեցի քննարկումների արդյունքում լուծումը։ Անհամաձայնությունների սայլից համար իրենց հիմնավորումները հասանելի են, ինչու չեն համաձայնվում։ Քանի դեռ քննարկումները շարունակվում են, ես համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում։ Մինչ Փաշինյանը Մոսկվայում էր, Երևանում 2 ամսով կալանավորեցին 18-ամյա տղային ու հրապարակվեց տեսանյութ, որում հստակ երևում էր, որ վարչապետի անվտանգության աշխատակիցը եկեղեցում արմունկով հարվածում է Դավիթին։ Ինչ կարծիք ունի սրա մասին կառավարության ղեկավարը։ Ինչու է միջադեպի մասնակից տղան կալանավորված, թիկնապահն ազատության մեջ։ Երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, բայց ինչ պետք է աներ։ Այսինքն պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Դավիթին կալանավորեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը ժամանակին նաև Փաշինյանին էր կալանավորել, նրա կողմից առանանալով տխրահռչակ պիտակին։ Շարունակում է դատավորը վարչապետի համար այդպիսի համբավ ունենալ նաև հիմա։ Այլ մեկնաբանություն չունեմ, դատական համակարգով զբաղվող ինստիտուտներ կան, թող զբաղվեն։ Այնուամենայնիվ, ինչու փորձեց ծաղկազարդի տոնին մարդկանց բազմությունը ճեղքելով հասնել խորան, այն էլ երբ ուշացած էր գնացել եկեղեցի։ Իսկ կներեք, ինչու պիտի խորան չգնամ։ Այսինքն այդ որտեղ է ասված, որ ես պետք է խորան չգնամ։ Այս ճեպազրույցը եւս անցավ վարչապետ լրագրողներ առճակատումով։ Մթնոլորտը լարվեց, երբ Փաշինյանին հարցրին, ինչպես է ստացվում, որ իրեն դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ լրագրողներին հարվածողներն ազատ շրջում են։ Օրինակ ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա։ Դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաներ ձեր վրայով քայլեն։ Արձագանքելով մյուս մեղադրանքին Փաշինյանն ասաց, որ ինքը հարբած աջակիցներ չունի։ Ահարոն Հայրապետյան, Էպիկենտրոն։